Ողջույն սիրելիներս, ողջույն սիրելի Arm Games-ցիներ, ողջույն սիրելի Arm Games նախագծի սիրահարներ, մեկնարկում է այսպես ֆանտաստիկ եղանակով, ֆանտաստիկ ձմեռային ձյունառատ եղանակով մեկնարկում է Arm Games Reality ճամբարը։ Երեխաներն արդեն հասել են, նույնիսկ ավելին ասեմ, մեր ստաֆը ճամպրուկներն իրենց տարել են, նրանց մնում է միայն դիմավորել ու վայելել այս ֆանտաստիկ ճամբարը։ Մենք գտնվում ենք Հանքավանում մի գժական ճամբարում, որը կոչվում է Spark by Pioneer, իր ֆանտաստիկ, ես եկեք չգովամ, եկեք ամբողջ մեր այս 4 սերիաների ընթացքում կտեսեք, թե ինչ ֆանտաստիկ տարածքում են գտնվում, ինչպես նշեցի, այո, 4 սերիա։ Մենք ունենալու ենք 4 սերիաներից բաղկացած սերիալ reality ճամբար նախագիծ, որտեղ ունենալու ենք ամեն դեպքում հաղթողներ, ունենալու ենք Arm Games խաղեր, ունենալու ենք ճամբարային վիճակներ, ունենալու ենք գրեթե ամեն ինչ, ինչը սիրում են Arm Games-ները եւ պատանիները եւ իհարկե նրանց տնօրենները։ Իսկ այս պահին ես ուզում եմ արդեն ուշադրություն դարձնենք, որտեղ այո, մեր մասնակիցները բարձր տրամադրությամբ գալիս են ճամբար։ 25 պատանիներ մինչև 14 տարեկան մրցելու են իրենց հետ, վայելելու են այս հանգիստը, հանգեժական եկան։ Մի փոքր աղջիկներն ավելի շատ են, քան տղաները, բայց կարծում, դիմացից էլ գալիս է մանեն։ Մի ֆանտաստիկ կերպար։ Երեխեք, բարև ձեզ։ Հələ եկեք, ջիգարներ, եկեք։ Ոնց եք երեխեք։ Ասեք, որ երանելի եղանակ է։ Այո։ Սերներս, հիմա ձեր ճամպրուկներն արդեն սպասում են ձեզ հիմա պետք է միայն գնալ տեղավորվել սենյակներ։ Վիկտորիա, ինչ ես տենց հետև կանգնել, արի առաջ։ Ասեմ, որ սպասում է թեժ 4 օր։ 4 օրվա ընթացքում դուք պետք է վաստակեք միավորներ։ Այս ճամբարի ընթացքում ոչ մեկ չի լքելու նախագիծը, այլ ձեզ պետք է մաքսիմում միավորներ հավաքել, որովհետև վերջին օրը ընդամենը 6 հոգի լավագույն վեցնյակը կմրցի հաղթողի կոչման համար։ Ձեզ պետք է 4 օր շարունակ վաստակել միավորներ, որպեսզի լինեք բաղձալի 6 հոգու մեջ։ Պարզ է։ Հիմա արագ քայլում ենք դեպի ճամբար, ճամպրուկները վերցնում եք, տեղավորում եք սենյակները ու ասեմ ձեզ այնտեղ արդեն սպասվում է անակնկալ խաղ։ Գնացեք։ Մինչ մասնակիցները գնում են տեղավորվեն, ես ուզում եմ բոլոր մեր հեռուստադիտողները, ծնողները, մյուս երեխաները, ովքեր չեն կարողացել ներկա գտնվել այս ճամբարին, ասեմ, որ Arm Games նախագծի շրջանակում սպասվում են հետագայում ավելի տաք եղանակներին բազմաթիվ ճամբարներ։ Դες ելնես, Arm Games Reality ճամբարը համարում եմ մեկնարկած։ Մենք վերջապես Arm Games ճամբարում ենք։ Մենք զույգեր ենք, մենք դեռ չծնված ժամանակվանից միասին ենք, ու ստեղ էլ միասին ենք եկել, որ մենք հաղթենք, բայց կհաղթի մենք։ Ընտանք սենյակ, տեսանք արդեն ավատների շորեր են դրած։ Երեխեք, ես ինչ սիրում սենյակը։ Նոր ենք տեղավորվել եւ մեկ է ես տեսա, որ չոր կարոպկա է կրավաթին կպած, գնացինք տղաներով բացենք, տենանք արդեն մեր համար խաղ են պատրաստել։ Տղեկ ես ինչ ящիկը։ Ինչքա մեջ է։ Չոր նամակ։ Բարի գալուստ Arm Games ճամբար։ Տեսնենք որքան լավ է ձեր տեսողական հիշողությունը։ Տեղադրեք մարտկոցը սարքի վրա եւ փորձեք ճիշտ
չկրկնել լուսային հերթականությունը։ Երեխեք, ես ինչա։ Ման չբացես, ման է։ Անկար չբացեք երեխեք։ Հալո, գայս, ինչի՞ ես վախենում։ Բացը։ Դու կարթամ։ Սպասեք, մի րոպե։ Սուսեք երեխեք, այդպես։ Biz նամակ են գրել։ Բարի գալուստ Arm Games ճամբար։ Տեսնենք որքան լավն է ձեր տեսողական հիշողությունը։ Տեղադրեք մարդկոցը սարքի վրա եւ փորձեք ճիշտ կրկնել լուսային հերթականությունը։ Մինչ մասնակիցները սպայն տեղավորվում են սենյակում, ինչպես նշեցի, խաղ պետք է խաղան։ Խաղերը կոնկրետ այս խաղերը լինելու են միայն սենյակներով, տղաներով, աղջիկները, ուղղակի աղջիկները երկու սենյակ են։ Ես ուզում եմ խոսել մեր գործընկերներից Lady Zone-ի մասին ու ընդհանրապես մեր նախագծերը, մեր ճամբարը հնարավոր չէ իրականացնել առանց գործընկերների, եւ մենք շատ շնորհակալ ենք, որ նրանք մեզ հետ են։ Lady Zone-ը մեր այն հատուկ գործընկերն է, որը կարելի ասել ամբողջ տարի 2026 թվականին լինելու է Arm Games նախագծի հետ։ Ես ուզում եմ մի քանի շատ կարևոր ինֆորմացիա ասել, մասնավորապես երեխաներ ունեցող մայրիկներին, որովհետև դուք ունեք հնարավորություն գնել Lady Zone-ի փաթեթ եւ ձեր երեխաներին պարգևել 2 անվճար Երևան պարկի նվեր։ Այո, այսպեսի շատ հետաքրքիր կոլապ է արել Lady Zone-ը Երևան պարկի հետ, դրա համար բոլորին, բոլոր ծնողներին եւ մասնավորապես ինչու՞ չէ նաեւ երեխաները, որոնք կարող են իրենց ծնողներին գնել փաթեթ նվեր։ Սիրելիներս, այս ակցիայի մասին կարող եք նաեւ տեղեկացնել ձեր ընկերներին, որովհետեւ այո, Lady Zone-ը ուզում են իմանաք այլևս Arm Games նախագծի հետ է լինելու 2026 թվականին։ Իսկ ես գնամ ներս, որովհետեւ արդեն կամաց սկսում եմ մերսել։ Մենք դեռ չէինք մտել սենյակ, բայց խաղը արդեն սկսված էր։ Սկսեք։ Մի քիչ վախենում էի, բայց թիմը որոշեց ես մասնակցեմ։ Առաջինը ես գնացի։ Ով է հիշողությունը վաշում։ Ես։ Կամ տեսողությունը։ Ես դու Ով կա։ Հա, կա։ Okay. Համաձայն եք դուք։ Շարավ։ Հեկոս։ Ահա, հիմա տեղին կարմիր։ Տեղին կարմիր։ Երկու անգամ սխում եք։ Ահա, տեղին կարմիր, հարակուսի։ Հա, տեղին կարմիր, քառակուսի տեղին։ Առաջի փորձի վաղտ վերջինն էր մնացել, որ անցնեինք, չկարողացանք, բայց երկրորդը արդեն հեշտ անցանք։ Հանորից ենք սկսում։ Մաքրում ենք հայել իրար։ Առաջինից մինչև 11-րդ անցա, բայց վերջում 11-րդ ռաունդում մի հատ սխալվեցի։ Աղջիկները ինձ թվում է երկրորդն է կվրիպեն եւ երրորդից հետո նոր կարող են անցնել։ Ինչ չի թվում, որ իրանք 5-ից 6 րոպեվա ընթացքում կարան մի խաղը խաղան մինիմումը 10 րոպեում։ Կարմիր, հա, տեղին, կարմիր։ Կարմիր, Շատ էմոցիոնալ խաղեր, համ խանգարում էինք իրար, համ էլ օգնում էինք այն պահով, որ գույներն էինք ասում, բայց կային մարդիկ, որ սխալ էին հիշում կամ կաղը ճիշտ էին հիշում, բայց սխալ գույներ էին ասում ու տենց իրար նաև խանգարում ենք։ Բայց վինը չգրեց։ Ոչ, շարմա։ Այո։
Արխիստը վերջի մի բան ինչ է։ Որ ես ողեցա։ Իմ կարծիքով մենք ենք հաղթելու, որովհետև մենք 5-ից 6 րոպեվա ընթացքում հասցրեցինք խաղալ այդ խաղը։ Կարմիր դեղին, հիշես մանր։ Կարմիր դեղին։ Երեխեք ով է հիշում, իրապե ով է հիշում։ Կարմիր դեղին։ Որ կարմիրը։ Ժամանակը լրացա։ Բլենկո մեկ էլի։ Իմ կարծիքով, որովհետև երեխեքը շատ էին սենց խառնվում իրար, ամեն մեկը մի բան սխում էր, դրա համար սենց շատ խառնվեցինք իրար ու տենց շատ երկար ստացվեց։ Ինձ թվում է մեր արդյունքը լավագույնը չի լինի, բայց դե չգիտեմ։ Մինչև 11 level հասանք։ Մտած խաղ գրեցինք։ Ապա որ նույնն է ալում հեշտ ալում։ Չէ, արա նույն։ Կանոնը սենց սկսի, սենց գնա ու Շատ խիստ է։ ավելի։ Բայց որ անում խաղը սկսում է։ Արի, Ես կանեմ թողեք։ Մի րոպե հենց Հոթերն էլ արի։ Պանիկա մի արեք։ Ես եմ անեմ։ Սպասեք։ Մամա դու մի անգամ խաղացել ես։ Մամա։ Սոսոսեք։ Արդեն պարտված։ Իմ կարծիքով մեր արդյունքը լավագույնը չի լինի, որովհետև կան մարդիկ, ովքեր որ ուրիշ սենյակներից, ովքեր որ ավելի լավ կխաղան, դա իմ կարծիքն է։ Ասեք։ Մեկ, երկու, մեկ, երկու, երեք, չորս, մեկ, երկու, տեղին, այս կարմիրը ու են վերվիներ։ Հավա այդ է, դու նշելով եթե կա։ Ինձանից առաջ աղջիկները փորձեցին, բայց չստացվեց ու հետո ես փորձեցի, ինձ մոտ ստացվեց արդեն։ Վերջնական փուլին երեխեքով որոշեցինք միացած կանգնենք ու մի հոգի ցենց ինքը իր մտքով անի, ոնց որ այդ մի հոգին ընտրվեցի ես ու ցենց երեխեքի իհարկե իրենք ասում էին օրինակ կարմիր, կանաչ բան, բայց ոնց որ ես իմ մտքով արեցի։ Վերջինը։ Հա, դավայ։ 3 հատ, 2 հատ։ Yes! Vay hazır! Եկեք ես փակենք, էլի ինձ դուրս չի գալիս։ Երեխեք ջան, իմացա, որ սենյակում շատ հավես խաղեր են խաղացել տղաները, իրանց սենյակում աղջիկները երկու առանձին սենյակներում։ Գոհ եք ձեզնից։ Շատ հետաքրքիր արդյունք է գրանցվել, պատկերը շատ հետաքրքիր է։ Երկրորդ սենյակը գիտեմ, որ շատ լավ եք խաղացել, բայց վերջում ինչ որ բան ա եղել, հա, չեք ոնց որ սխալվել, դու ես սխալվել արդեն։ Այսինքն կարող եք հաղթեիք, այդ սխալի պատճառով չեք հաղթել։ Հասկացա։ Դուք առաջին սենյակն եք, աղջիկներ, դուք ձեզնից գոհ եք։ Հա։ Լավ, ասեմ արդյունքները, նախ, այդ արդյունքները ամբողջ թիմինն են։ Հաղթող թիմը վաստակում է 3 միավոր, երկրորդ տեղ գրաված թիմը 2 միավոր ամբողջ թիմով եւ երրորդ տեղ գրաված թիմը ամբողջ թիմով երրորդ հորիզոնական։ Ես գիտեմ, որ տղաներից էլ Անրին է շատ լավ խաղացել, հա, ճիշտ եմ, իսկ դու գիտեիր այդ խաղը Անրի։ Առաջի անգամ էր խաղում։ Բախես պապիկիդ նման աշկետ թարթում։ Տեներս, դե երրորդ հորիզոնական ինչպես արդեն հասկացաք, նշել էինք, փոքրիկ սխալի պատճառով դա երկրորդ թիմի աղջիկներն են, բայց մատիկիկ տապարեք։ Ապրեք։ Երեխեք դուք ամբողջ թիմով ունեք 1 միավոր։ Մի միավոր եկավ ձեզանից ամեն մեկին։ Բոլորը այդ ամենը մեր ստեղծագործական թիմից Արմանը գրանցում է հենց այս պահին, չէ Արման։ Ապրես։
Երրորդ տեղ զբաղեցրած աղջիկների սենյակը 7:26 վայրկյանով 7 րոպե 26 վայրկյանով զբաղացրել երրորդ հորիզոնականը։ Նաև շատ հետաքրքիր է, որպեսզի լսենք առաջին եւ երկրորդ հորիզոնականը, որից հետո նոր կասենք թե ով է հաղթել։ Առաջին հորիզոնականը զբաղեցնող թիմը խաղացել է 2 րոպե 16 վայրկյան։ Գերազանց։ Իսկ երկրորդ տեղը զբաղեցրած թիմը խաղացել է 6 րոպե 17 վայրկյան։ Մի թիմ ֆանտաստիկ արավ եղել եւ այդ թիմը Now I need my best friend. տղաների թիմն է։ 3-ական միավոր յուրաքանչյուր տղայի։ Միավոր տղաները վաստակում են, իսկ աղջիկները վաստակում են 2-ական միավոր տոնավորում են։ Մանե դու ունես 2 միավոր։ Now I need my best. Մանեի բարը։ Now I need my best. Մենք հիմա սերներս բաժանվել ենք 2 հավասար թիմերի, կխնդրեմ կանգնեք նենց, ոնց որ թիմերը արդեն բաժանվել են, ռանդոմ դեպով բաժանել են, նրանց կբաժանվի ժիլետներ, բայց մենք նաև ունենք փոքրիկ անակնկալ, նվեր։ Arm Games-ի կողմից մեր բոլոր մասնակիցներին։ Եվ ինչ նվեր արավ։ Հիմա կասենք։ Արա, այս ինչ լավ գլխարկեստեր են։ Լավնա չէ արավ։ Այո, ֆանտաստիկ գլխարկ դրված։ Երեխեք մեր ձեր համար լավ լուր ունենք։ Մենք լավ լուրերի շարք է իրականում, որը կսկսենք այսօր։ Բոլորդ այսօր մեզնից ստանում եք առաջինն ասա, որ դուք ունենալու եք ընդհանրապես կյանքում պատմության մեջ գլխարկներ հենց Arm Games-ի գլխարկներ են ձեզ հենց հիմա նվիրում։ Աղջիկները սկզբում մոտենան, միայն աղջիկները։ Արտակին աղջիկների։ Բայց հանեք ձեր գլխարկները բոլորը ցա դրեք։ Այս սպիտակը Անեք տղեկի ձով չունի։ Տղաներ եկեք։ Ձեռնից մեծ սառել է։ Չէ, ինքս եմ սառը։ Իսկ դուք փոխարեն բան պատճառ կանեք, խնդում եք, որս ուտում անգամ, չեմ հասկանում խի։ Դե ինչ, նվերները ստացան, մենք էլ ստացանք նվերները։ Շատ ուրախ եմ նվերի համար։ Ոսիրումն է, հավեսա, շատ։ Ասեմ սա դեռ վերջին անակնկալը չի մեր սիրելի մասնակիցների համար։ Հիմա բացատրենք խաղը։ Մեր ճամբարի դրսային առաջին խաղը բավականին պարզ է։ Մասնակիցները բաժանվել են 2 թիմի, սկզբում նրանք դահուկներով պետք է հատեն առաջին գիծը, որից հետո մտնեն թրթուրի մեջ, հետո արդեն քաշեն փոքրիկ մասնակիցներին, ով առաջին ավարտում է, նա ճանաչվում է հաղթող։ Թիմերը պատրաստ են, սպասում ենք թեժ պայքար նրանցից, տեսնենք ով կհաղթի եւ կվաստակի ավելի շատ միավոր։ Փաստացի մեկ խաղ է 3 փորձությունով։ Հաղթող թիմը տուն է տանում 2 միավոր, պարտվող թիմը տուն է տանում 1 միավոր։ Ամբողջ թիմի համար է սա։ Ուշադրություն։ 1 2 Գնաց։ Ահա։ Կան, մի անգամից ընկնում են, Չի ստացվում, պետքա հավաքվեն, շարունակեն։ Տեսնենք։ Ամեն ինչ արեք, որպեսզի Տեսնենք։ ստացվի։ Դուք կարող եք։ Давайте։ Դուք կարող եք։ Այո, հաշիվ տալով։ Այո, նորից, բայց մի Ստացվի բրցեք շորտի իրան։ մոտ հաղթել, առաջ անցնել։ Մենք երկվորյակներ ենք ու առաջին անգամ իրար դեմ էինք մրցում։ Այս Այդտենց, այո, աջ ծաղ, դավայ, աջ ծաղ, այո, աջ ծաղ, նորից, չէ, տեղում, այստեղից, շատ, աջ ծաղ, Աջ ծաղ։ Մի բրցեք։ Այս խաղի ընթացքում ես բացահայտեցի, որ մեր թիմում որոշ երեխեք չգիտեն աչն ու ծախը։ Չենք հանձնվում, դավայ։ Իրան մի բրցեք երեխեք։ Սղացնելով, այդտեղ սղացնելով, ճիշտ եք էթում, գնաց, չենք հանձնվում։ Հրաշալի է։ Դավայ, դիրքով։ Բերանը բացի որ լսեն, Անի ջան։ Անին գոռում է, բայց բերանը փակ է նրա։ Ես ես կողքն է, պատրաստ աչով ենք անում։ Այս է ձախ։ Բայց դժվարա գնաց աչ։ Ես արջևում էի, ամեն ինչ շատ լավ եղավ, բայց արջևում կանգնելն է իր մինուսներն ունի։
ընկնում էի, որովհետև բոլորն էլ իմ վրա են ընկնում։ Արի ջան գնա ուրիշ տեղ, մեկը տեք առաջ մտեք։ Բոլորը լուր։ Դիրքավորվի։ Աջ։ Աջ, ձախ, աջ, ձախ, աջ, ձախ, աջ, ձախ, աջ, ձախ, չի բրծե, նորից, չի ասե, նորից։ Ես գոհ եմ մեր խաղից ու գոհ եմ նաև մեր առաջատարից, որ եթե ինքը չլիներ, մենք չէինք կարողանա առաջ գնանք, ճիշտ է մի քանի անգամ ընկել էինք, բայց դե մեր ուժերը հավաքեցինք ու կարողացանք հաղթենք։ Մտեք, Դիրքերով, Չենք անձնվում։ Աջ, ձախ, գնաց քաշում եք վաստակցին, քաշում եք, բոլորով, քաշում եք բերում եք, Գնաց ձախ, քաշեք բերեք, քաշեք, միած լսեք, բոլորով քաշում եք, միջև վերջ, մտակ թրթուրի մեջ, Աջ, այսեն, մտակ, բոլորով, առաջ քաշեք կայնեք մեջը, կանգնեք, փոխվեք, կարագացեք, հետ եք ընկեք, շուտ արը մտիներ, Դավայ, կայնանք, կայնանք, առաջ, հավաքում ձախ, երեխեք նայեք, երբ որ ասում եմ ձախ եմ ասում, բոլորով կանգնեք մեջը, կանգնած եք, նայեք, պտի սենց անեք, նայեք, Դավայ, բոլորով, անում եք ոտը, պատրաստ, հիմա կանգնում եք, գնաց, էթում ենք, կանաշների ասեք, մի վրազում եք, վրազում եք, մտակ, արա, չեք հանձնվում կանաշների թիմի ուժեղ մարդապետ, տարի արի, չենք կարողանան վերստական արդյունքում հաղթել ես խաղը, դավայ, չեք հանձնվում, գնաց, մտի մեջը, վալա, Դիմաց ուժեղ մարդկեպը, ձախն եք նորից, հենակ, չեք հանձնվում, երկու ձախ, նորից, աջ, ձախ, սպասի, ձախ, ոչի, չեք հանձնվում, վերելից մրթելով տանեք, Վերջին փուլում իմ բոյը չէր հասնում, որ թրթուրից բռնեի, որ առաջ գնայի, ես սովորական քայլում էի արագ, որ իմ թվին օգնեմ շուտ հասնի գիծը։ Շուտ արեք, գնաց, ձախ, ձախ, վաչի մնաց է, ձախ, կանաշտեր արդեն պրծեք, դավայ, դիրքերով, ես կանաշների թիմից եմ, ես բալետ եմ անում նրանց, Չնայդ ես եկել եմ, ուշադրությունները նորից չեք բրծե, նորից, վաչի մնաց է, Մելիքյան, ինչ ես անում, Մելիքյան, Փորձում եմ երեխեքին օգնել, ինչ ես անում, երեխեք չեք անում որտեղ, երեխեք նայեք, ձախը այո, կանաշներ աղթանակ, Թեժ պայքարի արդյունքում չհանձնվելու և թիմային լինելու պատճառով նրանք հաղթեցին։ Այսա, օջ, ձող, լավ, գնացեք մտեք թրթուրը շուտ, վազեք մտեք թրթուրը, Թիմը պարտվել է, բայց ամեն դեպքում ցույց է թող ցակրել։ Այո, կանաշները ֆանտաստիկ աչուկ դրսևորեցին եւ Արամ ես ահա որ ուրախ եմ կանաշների համար։ Ես ահա որ հոգնեցի։ Կարմիրները վաստակեցին մեկ միավոր, կանաշները վաստակեցին երկու միավոր, ես սկզբանե ասեցի, որ կանաշները մի փոքր ուժեղ են, բայց ոչի, չենք նեղվում, ես առաջարկում եմ, մենք գնանք, տաք շոկոլադ խմենք, բուչինո խմենք, երեքը մեկ սուրճ խմենք, բայց միշև եք ծխեք իրա ձրակից և համեղ թխվածներ ուտենք, իսկ ով ուզում ծխոցի անի բայց միշև եք ծնակը դիներով ծխում եք իրար գնաց ծխեք իրար բրեջում եք խպում
կտենամ սաղիդ, հատ։ Ճաշարից հետո սաղը տաշնեկի հետևը հատ տեսել եմ սաղիդ վիքսել եմ։ Ուրա միգրոֆոնից։ Էնա։ Our troubles behind. Իմն է թողի սնգաներ կոքով։ Կայֆ է շատ։ Գնյոց։ Շկապունի, դուր մանե ջան, դուր աճիքոս, կարագյանը, բայց վանր հագալ աչես։ Շատ համով է, Այդ եղանակից հետո ձյանից հետո։ իդեալական է։ Հայրեխեք իրեք պուլ իրար հետևից ձյան մեջ թավալ եկանք։ Ես վաբշե ոտերես չեմ զգում։ Ես եմ։ Բայց սկզբից մենք սկզբից սխալ խաղացինք, հետո սենց ոնց Դե ավոր մեր սխալներն են, որ մենք մոռացել ենք, որ մենք գիտենք մենակ դեմն է, բայց չգիտենք, որ հետևներ երեխեք կամ պետքա սղացնենք ջան վրա ավելի լավ Մենք ավելի լավ խաղացինք առաջինը, քան թե երրորդը։ Որտեվ երրորդը ավելի բարդ նկատի ունեմ ինքը ավոր դժվար է, որովհետև ջան վրա է, եթե օրինակ լիներ չոր հատակի վրա ավելի հեշտ։ Ավելի լավ գնում ենք իրար վրա։ Իրանք, հա։ Հայրենք երրորդը արագ-արագ բայց դա արդեն կրել էինք Բայց երեխեք հաշիվ այդքան է բան չի լինում, մի հաշիվ անգամ է, մի միավոր, նոր մի, չէ, մենք մի միավորի համար ես տենցյան ճղեցի։ Դրսի խաղերն ավարտվեց, երեխեքը գնացին 4-ական, պատրաստվում ենք արդեն երրորդ խաղին մեզ մոտ, ուրեմն տարածքը պատրաստ է, բայց մասնակիցները այս բան հանգստի գոտում են, մի հատ ուզում գնանք տենանք ինչ հավես մտնոլորտ է մեր ճամբարում, ուրեմն նայեք, նախ երեխեքը շատ ընկերացել են, ճամբարը ընդամենը 25 հոգի պատանի է եկել, որը թվացյալ քիչ է, բայց քանի որ սա մեր առաջին ճամբարն է, նույնիսկ մեր համար շատ է այդ քանակը, մտնոլորտը ֆանտաստիկ է, այս այնքն է կտեսնեք։ Հիմա գնում եմ երեխեքին կտրեմ հանգստից տարբեր խաղից, բերեմ արդեն երրորդ մրցութային խաղը, որը ավելի կապված է լոգիկայի, գիտելիքի, ինտելեկտուալի հետ։ Երեխեք ո՞նց եք։ Հո շատ չեք նեղվել, որ ինչ-որ մի թիմ հաղթել է, ինչ-որ մի թիմ պարտվել է։ Լավ, հələ մի վայրկյան ստոպ տվեք խաղերը, ստոպ տվեք։
ըստ ձեզ ով է հաղթելու։ Չէ, ըստ ձեզ, Arm Games-ը ով է հաղթելու։ Այդտեղա Հիմա վերջը դու։ Հա, վերջը ես։ Մանե, սկեզ ով է հաղթելու։ Ասա Զորո։ Մանեն։ Որ Մանեն։ Իմ ընկերուի Մանեն։ Ով է քո ընկերու։ Ոպա։ Իմ ընկերուի Մանեն։ Լավ, ուրեմն երրորդ խաղը այսօրվա, պատրաստ եք երրորդ խաղին։ Այո։ Բոլոյ դուրայք է ձեր չապերով, շորերը։ Զորո հարմար է չապը։ Բայց տակի մանկեն вообще չափովի չի, որտև էսի ղեկավարինն է։ Շատ լավ։ Լավ, հիմա բոլորս պատրաստում եք։ Դուք հանգիստ կարաք օդ Մարտինայի չիփսերն ու ձողիկները ուտեք։ Ես Զորո։ Կարո՞ղ դու Զորո ջան։ Կարամ ես նստեմ։ Երեխեք, ուրեմն մի հատ շատ հավես նորություն կա, որի մասին ասում եմ ու բոլորով գնում ենք խաղային գոտի։ Ուրեմն մի հատ հարց տամ, քանի որ սենց օդ Մարտինայի շրջանակում նստած եք, ով ունի օդ Մարտինայի հավելվածը։ Ես։ Ունես դու։ 050 Արտուր։ Դավիթ, իմ սիրելի անունը։ Օդ Մարտինայի հավելվածը, հեսա կասեմ։ Ուրեմն ովքեր որ ունեն օդ Մարտինայի հավելվածը շատ լավ, ովքեր որ չունեն, խորհուրդ եմ տալիս ձեզ ներբեռնել, որովհետև ունի գժական խաղարկություն, գժական նվերներով։ Հունվարի 15-ից ապրիլի 15-ը ներառյալ ներբեռնում եք Martin App-ը։ Զորո, ի՞նչը։ Martin App-ը։ Ահա, ներբեռնում եք, որպեսզի կարողանաք մասնակցել խաղարկության։ Հիմա բացատրում եմ մնացած մանրուքները կարևոր են։ Ուրեմն սկանավորում եք քաղցածողիկների, չիփսերի, չորահացների եւ պոպկորնի ներսում դաջված QR կոդը։ Չորահացը սուխարիկն է, չէ՞։ Հա, չորացը սուխարիկն է։ Դու գիտես սուխարիկը ինչ է, չորացը։ Ով գիտե չորացը ինչ է։ Ես։ Հա, մենակ ես ու անին չգիտեինք։ Մենակ հերու տղա չգիտենք։ Մենք այսօր նոր բառ իմացանք, դա չորահացն է։ QR կոդը սկանավորելու արդյունքում դուք հնարավորություն ունեք շահելու, բայց իմացեք կայծակնային շահում է, միավորներ չկա։ Շահում եք հենց այդ պահին։ Ունեք հնարավորություն շահելու PlayStation 5, Apple Watch, հեծանի ու էլի գժական նվերներ։ Նենց որ հունվարի 15-ից արդեն սկսվել է խաղարկությունը, սիրելիներ, նենց որ սկսում եք արդեն սկանավորել QR կոդերը, որը ներսում է դաջված։ Բարձա։ Ովքեր որ չունեք, անպայման ներբեռնում եք Martin App-ը։ Okay, երեխեք ջան, հիմա պատրաստ ենք գնալու։ Կերացեք, կուշտեք։ Գնացինք երրորդ խաղը խաղալու։ Եկեք, երեխեք ջան, եկեք։ Դուք դիրքավորվեք։ Դրսում թիմային խաղերից հետո երեխեք եկել են, որպեսզի խաղան անհատական խաղ։ Այո, ասեմ, որ շատ լավ տրամադրվածություն ունեն, շատ նեղված չեն երեխաները, ովքեր որ պարտվել են։ Դե որովհետև առաջին օրն է, դեռ ամեն ինչ արժևում է։ Երեխեք ջան, ձեր դիմաց դրված է 25 հատ կենդանիների նկարներ։ Շատ հավես խաղ ենք խաղալու, շատ։ Նախ տրամադրվածություն ունեք, չէ՞, լրիվ պատրաստ եք։ Այս խաղի համար պետք է լինեք շատ ուշադիր։ Այս խաղը ի տարբերություն նախորդ խաղերի անհատական է, երեխեք։ Անհատական, այսինքն դուք խաղում եք ձեր համար, միավորը հենց ձեզ է գնալու։ Երկու խաղ ունեցանք թիմային, երրորդ խաղը անհատական խաղ է, որտեղ հաղթողները բավականին մեծ միավորներ են ստանալու, դրա համար պետք է լինենք ուշադիր։ Okay, երեխեք ջան, հիմա նաև քանի որ մեր ճամբարը եթերային է, մի հատ մեր հեռուստադիտողի համար բացատրենք խաղը։ Խաղը արագ կողմնորոշվելու տրամաբանության եւ իհարկե կենդանիների մասին լավ տեղեկության մասին է։ Հնչելու են կենդանիներին բնորոշող հարցեր, մասնակիցները պետք է արագ կողմնորոշվեն եւ կանգնեն պատկերված տվյալ կենդանու վրա։ Հուսամ երեխեքը կենդանիներին լավ են ճանաչում։ Ես էլ եմ հուսում, որտեղ իմ մոտ, բայց գիտես ինչ է հետաքրքրում, սա պուջիկի համար է, հետո ինչ։ Հետո պետք չի գալու։ Ձեներս, առաջին հարցը։ Պատրաստ եք։ Այս կենդանիներից, որոնք գոյություն ունեն մեր օրերում, վերացած չեն։
ինչ-որ պայքար է գնում։ Հետաքրքիր է։ Մեկ հոգի պետք է կանգնի մեկ տարածքում։ Ազատ վանդակ է մնացել։ Ազատ վանդակ կա, ման եկեք։ Այստեղ փուչիկներով համբուրվում են։ Անը խապում է քեզ անին, ով գոյություն չունի։ Ստոպ, ստուգ ենք։ Ուրեմն կա կենթանի, որը մամոնտն է, որը փիղը չէ։ Քո անունը Մարիամ ջան, մի փոքր քո հետևում մի հատ կար իրականում բաց, որ վրա դու չկանգնեցիր։ Մենք ունենք առաջին փուչիկ, որը կտրակի դա Մարիամի փուչիկն է, սերներս։ Բայց Մարիամը դեռ շարունակում է մնալ խաղի մեջ։ Դիրքավորվեցինք երկրորդ հարցը։ Կենդանիներից որոնք թռչուն չեն։ Տեսնենք։ Ով է։ Ստոպ։ Ման է պինգվինը ինչ է բայց։ Բայց պինգվինը կենդանի է ու չի թռչում։ Բայց պինգվինը թռչուն է։ Կանամ ես ուղղակի անեմ, բայց։ Մանը չէ պայթացնեմ։ Ման է արի կանգնի։ Դու կնակետերը։ Այսքան բան, մանեն էլ և մյուս գեղեցկուին, մեր փոքրիկը անունը, ուրեմն Յանան և մանեն ընդամեն 8 տարեկան են։ Նատիկիկ մանեին ու Յանային ծապար ենք, երեխեք, ծապար ենք։ Դեր մանեն ու Յանան շարունակում են խաղալ, հիմա դիրքավորվում ենք, մանեն արդեն կամացից սկսում են լացել, ով որ չի ճանաչում մանեին, հիշեցնեմ, որ նա իմ հարազատ եղբոր դուստրն է, հավատացեք ես նա շատ լավ եմ ճանաչում, ասանեք ինչեր է անելու։ Երրորդ հարց, պետք է կանգնել այն կենդանու նկարի վրա, որոնք սողուն չեն։ Ստոպ! Արամ այս պայն կշտուղի տեսեք, թե ովքեր են սխալվել։ Կոկորդիլոս, օծ, դինոզավր, Զորո ջան, կոկորդիլոսն էլ է սողուն։ Բայց նաև սողուն է։ Զորո ջան, ափսոս։ Էլով էր, հələ բերեք տնա։ Դինոզավրի վրա ով է կանգնել։ Դինոզավրը սողուն է։ Մեծ սողուն է։ Պայտեն։ Ոչ կատու։ Եվ օծի վրա ով է կանգնել։ Օծի վրա մարդ չկա։ Ոչ մեկ դեռ չեն լքել նախագիծը շարունակում ենք։ Այո։ Որոնք են, որ տաքարյուն են, կատնասուն կամ թռչուն։ Հականի։ Եվ այսպես ստոպ, և այսպես, սարնարուն կենթանիներն են, օծը, կոկորդիլոսը, շնաձուկը և դինոզավրը։ Միակամից 3 մարդ, գոր չէ, գորը, վարդանը և մանեն։ Ուրեմն, մեզ մոտ 3 մասնակիցների միավորները գնացին, փուչիկները տրակեցին, բայց ունենք մասնակից, որը չուներ միավոր, չուներ փուչիկ և ևս սխալ կան է, դա 028 համարը Զորոն է, Զորոյին ծապարում ենք, Զորոն այս պահին լքում է, կարած գաս այստեղ նստես, ուշադրություն 5-րդ հարց, որոնք միայն ջրում չեն ապրում։ Պինգվինը ջրում գործում է, պինգվինը ջրում։ Եվ այսպես, սխալ պատասխաններն են շնաձուկ, դելֆին և մենք ունենք ևս մեկ մասնակից, որը այս փուլը կլքի։ Սխալ պատասխան կոկորդիլոս։ Հրաշք մարդը Զրոյինը համարի, ես ուզում եմ Ինեսային ծապարենք, Ինեսան նույնպես այս փուլում միավոր չի վաստակում, բայց այս փուլում։ Չներվես։ Ինեսան շատ էմոցիոնալ տարավ, կարծես ամբողջ խաղն է պարտվել, բայց ընդամենը այս խաղի այս փուլը։ Շարունակում ենք, որոնք չունեն կտուց։ Տղաները շատ արագ են կողմնորոշվում, Ստոպ! Սխալ պատասխաններն են, արծիվ, թութակ, պինգվին, բադակտուց,
Շնորհավորում եմ բոլորը ճիշտ են պատասխանել, բայց ես տեսնում եմ, որ երկու մասնակից կանգնել են զեբրայի վրա, 0-3 եւ 0-40 համարի մասնակիցները։ Մանեն եւ Արտակը կանգնել են, լավ, ով է առաջինը կանգնել։ Մանեն զիջում է, Արամ։ Բայց ով էր առաջինը կանգնել։ Առաջինը ինքն էր կանգնել։ Առաջին ինքն էր կանգնել։ Մանեն շատ անկեղծ է։ Նա ծափարում ենք Մանեին, բայց Մանե դու այս փուլը լքում ես։ Այս փուլը լքում ես, գնում ես աղջիկն ապերի ու քուրիկի մոտ։ Իսկ մնացածը դիրքավորում են, շարունակում եք սերներս։ Մանեն շատ արդար էր, բայց նա նաև չէր կարող չհուզվել։ Հələ գնամ։ Ման, բայց ինչի ես լացում։ Դու արդար ես գտնվել։ Արդար ես։ Ապրես։ Արտակ դուզում այդ տեղը զիջի քեզ, իր փուչիկը տալիս է քեզ, Մանե։ Արտակը ասպետային քայլ է անում։ Ինչի պետք չի, Մանե։ Ուղղակի կապ չունի, կարևորը որ ես մասնակցում էի։ Ոյ սիրունս։ Արտակ ինքը ասում է, պետք չի, դու կարող ես հաղթել, կարևորը ես մասնակցում եմ, բայց մի հատ Արտակին ծափարենք այդ լավ քայլի համար։ Այս կենդանիներից, որոնք ունեն 20 սանտիմետրից երկար պոչ։ Ստոպ։ Սխալ պատասխաններ։ Արջ, նապաստակ, պանդա, կոալայի վրա ունենք մասնակից, որ կանգնած է։ Կոալայի վրա չունենք, պինգվին։ Հաջորդ փուլ անցանք բոլորս բացի երկու մասնակիցներից, ովքեր որ չեն կիսել, իրենց դիրքերս հիմա կմոտենամ իրենց։ Եթե երկուսով ունում ենք, երկուսից փուչիկը տրաքելու է, որտեղ երկուսից սխալներ, երկուսից պատասխաններ լինելու է սխալ։ Երկուսից փուչիկը տրաքած։ Շատ իմաստուն որոշում կայացրեցին, որ ոչ թե մեկի փուչիկը տրաքի, այլ տրաքի երկուսին է։ Երեխեք ջան, ձեր որոշումն է։ Միանգամից երկու միավոր Ուշադրություն։ Այս կենդանիներից որոնք են կաթնասուն։ Եղեք կաթնասունը ո՞րն է։ Ստոպ։ Ես սկսում եմ արդեն պայթեցնել փուչիկները, որոնց պատասխանները այս պահին սխալ են։ Արծիվ մեր զույգերից, բայց անունը պետք է ձեր միշտ խառնում եմ։ Յանա եւ այդ Յանան այս պահին իր փուչիկը տրաքեց։ Հաջորդը թութակ, պինգվին, օծ, կոկորդիլոս, շնաձուկ, դինոզավր։ Կոկորդիլոս չունենք, բայց մենք ունենք միանգամից 4 մասնակիցներ։ Մնացած բոլորը դուրս են գալիս, անցել են, բացի այն 4-ից ովքեր 2-2 կանգնած են։ Առաջին ինքն է։ Առաջին ինքն է մտել։ Հա, ազնիվ եմ ասում։ Ես ճիշտ ասած չտեսա, որ ինքն է մտել, որտեղ ինքը մի ոտով ստեղ էր, մի ոտով ստեղ էր։ Չեմ տեսել, որ ինքն է մտել, ես ինքն եմ մտել։ Սոլո ջան, ես մեծ սիրով կտրակացնեմ, պայթեցնեմ կոպուչիկը եւ Պայթացրեք երկուսը։ շատ ընկերական են այստեղ։ Իրականում տեսա, որ վիճում եք, ինչի շուրջ եք վիճում։ Այդտենց որոշեցիք, հա։ Շատ լավ։ Զույգերից Արմենի փուչիկը պայթեցից մենք շարունակում ենք։ Չելերս վտանգավոր գոտի է գալիս, գրեթե բոլորի փուչիկները պայթել են։ Այս կենդանիներից որոնք ունեն թաթեր կամ ճանկեր։ Կներես։ Թաթեր կամ ճանկեր։ Ստոպ։ Հերերես կուտեմ քեզ։ Շատ լավ։ Դուրս եմ մնում։ Փիղեմ։ Ահա։ Յանա թե Եվա։ Եվան նույնպես այս պայն չունի։ Ընձուղ։ Զեբր։ Մարիամը այս պայն առանց միավոր է լքելու, բայց Մարիամ դեռ ստեղ սպասի, որ կարող քո հետ էլի մարդիկ լինեն առանց միավոր լքող։ Ձիվ, կով։ Հեսեմ։ Ես եկել եմ քեզ մոտ Վիկտորիա։ Բայ։ Մեր սիրուն աշկերով աղջիկը։ Ինչպես ես Լիլի ջան։ Մամոնտ։ Օպա։ Շնաձուկ։ Երիտասարդը։ Երբ թվում է։ Փոքրիկս կան նույնպես գնում է Մարիամի մոտ, գնում ես Մարիամի։ Ասա։ Ճիշտ ասած, նենց է պարտվել վրա թքածում են, կոմենտ ասած։ Զուտ եկել էի խաղալ։ Ապրես։ Լորեցիա էլի։ Ստացած ուրեմն միավոր, որովհետև ես կենսաբանությունից շատ հեռու եմ։ Մնացած բոլորը անցան հաջորդ փուլ շնորհավորում եմ։ Գորե Մարիամ այս պայն առանց միավորով լքում են փուլը։ Ասեմ, որ այս փուլին ով լքում է, ստանում է 1 միավոր։ Այս կենդանիներից որոնք են քնում կանգնած դիրքով։ Շատ լավ, ստոպ։
Ես ասեմ ճիշտ պատասխանները։ Արամը կասի ճիշտ պատասխանները, որոնք որ չեն լինի ճիշտ պատասխանների մեջ, կամ մեկ միավորով կլքեն այս փուլը, կամ իրենց փուչիկը կպայթի։ Եվ այսպես Ճիշտ պատասխանն է ձի, զեբր, ընձուղտ, փիղ, մամոնտ, կով, պինգվին, արծիվ, թութակ։ ովքեր որ ճիշտ էին դուրս են գալիս, ապրեք, շնորհավորում եմ։ Ով որ ճիշտ է պատասխանը գալիս են ինձ մոտ։ Իմ համար միլիացիկ։ Արա, արի։ Ճիշտ է քո պատասխանը։ Միլիացիկ։ Բա ինչ ես լացում։ Զորի։ Զորի համար ես լացում։ Մի արեք, խնդրում եմ։ Հասկացա։ Հասկացա։ Զորոյի շատ ես հա սիրում։ Հիմա բա ինչ ես լացում։ Ընկեր ենք։ Մոտիկացել ենք ու հիմա դուրս է։ Ինչու՞ է ճորդազայ մնար։ Բայց տուն չի գնում։ Գիտեմ, բայց ուզեի մնար խաղալ։ Ես խաղի պրոստը ամոթն ու ուզեի ես խաղով։ Հասկացա, դե ոչինչ։ Հիմա պայթեցնում եմ նախ սկզբում փուչիկներ, հետո ճանապարհում ենք մասնակիցներին։ Դավիթ, Արտակ, բարձրացրու։ Մարիա, Անրի, Անի, դուք անցնում եք։ Լիլին վաստակում է մեկ միավոր։ Վիկտորիան վաստակում է մեկ միավոր։ Մանեն վաստակում է մեկ միավոր։ Յանան վաստակում է մեկ միավոր։ Ու գնում եք երեխեքի մոտ։ Զորոն վաստակում է մեկ միավոր։ Մարիամը վաստակում է մեկ միավոր։ Վարդանը վաստակում է մեկ միավոր։ Միավոր ունենք։ Յանան վաստակում է մեկ միավոր։ Ուշադիր, հաջորդ հարցը։ Ովքեր կենդանիներից չեն ապրում խմբերով։ Ստոպ։ Ճիշտ պատասխանները հնչեցնում եմ, որ ճիշտ է գալիս է ինձ մոտ։ Արջ, շնորհավորում եմ։ Պանդա, կոալա, բադակտուց, արի շնորհավորում եմ, քեզ կենսաբանության դասատուտ լավն է։ Օձ, շնաձուկ, կոկորդիլոս, ապրեսանի ջան, արծիվ, կատու, դինոզավր եւ շուն։ Մնացած մասնակիցներից այս պահին Արփին կորցնում է իր միավորը, բայց ինչ ես լացում։ Արփին ջանը տամենը մեկ միավոր ես կորցնում, դեռ չես պարտվել։ Փուչիկը տրակ պայթեցնում եմ։ Բայց ինչ ես դա դեռ չես մնացել, գնում ես այնտեղ։ Եվ այս պահին Դավիթը վաստակում է 2 միավոր, ծափարում ենք Դավիթին։ Մարիան վաստակում է 2 միավոր, ծափարում ենք Մարիային եւ Ալիսան վաստակում է 2 միավոր։ Իրականում շատ հավես խաղ էր։ Ես դուրս մնացի այն փուլից, երբ որ ասեցին, որ կենդանիները չեն ապրում խմբերով։ Ես պատահաբար գնացի կանգնեցի առյուծի վրա, մտածելով, որ առյուծը նույնպես չունի խումբ։ Մեզ մոտ 8 մասնակից մնաց, շատ լարվել է։ Սիրելիներս, շատ է լարվել։ Գնացինք, հաջորդ հարցը։ Նշված կենդանիներից, որոնք կաթնասուն չեն։ Ստոպ։ Ուշադրություն։ Շնաձուկ։ Շնորհավորում եմ քեզ։ Օձ, կոկորդիլոս, դինոզավր, արծիվ, թութակ, պինգվին։ Դելֆինը կատնասուն ա։ Նայեք, ընտալու գիտեք որ նա զորոյի համար լացում էր։ Նա զորը կոմոտից աղում անդեղ։ Ես մի միավորով դուրս եկա, բայց ինքը 3 միավորով դուրս եկա։ Գանեն ունի 3 միավոր, ծափարում են Գանեին։ Եվան էլ ունի 3 միավոր, ծափարում են Եվային։ Տաղի ծափվեք։ Եզրափակիչ փուլ։ Ովքեր են ապրում ծառերի վրա։ Կոալան։ Արի։ Ստոպ։ Ասմա ծառերի վրա են ապրում, ասմա բայց արծիվ ծառերի վրա չեն, ասմա ոնց ասեցի։ Ձակերն են որտեղ են դնում։ Ճիշտ ասած ժայռերի, բայց ամեն դեպքում։ Հիշեցնեմ, որ այս փուլում, որ մասնակիցը որ լքում է նախագիծը, նա վաստակում է 4 միավոր։ Ինձ գիտեք իշտեր հետաքրքիր Անրի քայլը, ուրեմն ասես նայես կապիկին, չի ասես կապիկին պետք չի ու գնաց արծիվի վրա։ Եվ այսպես հնչում են պատասխանները Գևորգյան։ Ճիշտ պատասխան են կոալա։ Ճիշտ պատասխան, ապրես, դու արդեն անցել ես առաջ։ Կապիկ։ Կապիկ արփի անցար առաջ, վերջի պահին կանգնես։ Թութակ։ Թութակ, Անի ապրես,
Պանդան։ Պանդա չկա։ Նախ մինչև կքննարկենք Անրի արծիվի պատմությունը, վերջապես պայթում է Արմանի փուչիկը։ Արմանը ճիշտ ասած մի քիչ դժվար է մամոնտի պատկերացնել ծառերը զուտ մեջտեղ, գիտեմ, ուղղակի կանգնել էր մեջտեղում։ Հիմա դիտարկենք Անրիի պատասխանը, կա սենց վերսիա, Եվոքյանը կընթերցի այդ վերսիան, որ մենք մտածել ենք կարա լինի, ու ես կորոշեմ ոնց ենք վարվում Անրիի հետ։ Դե սովորաբար արծիվները, անգամ օձերը լինում են սենց կյանքի ապրելու ընթացքում ծառերի վրա, բայց ոչ ամբողջությամբ ապրում են ծառերի վրա, որտեվ ժայռերի վրա էլ են ապրում։ Հասկացա։ Arm Games նախագծի ժամանակ ես ասացի, որ Անրին, որը շատ լավ է ելույթներում, ամենավերջինը մոտենա, բոլորը վերցնեն իրենց քարտերը, Անրին վերջինը մոտեցավ, վերցրեց կարմիր քարտ։ Ինքը մի քիչ նեղացած էր ինձնից, այս անգամ ես իր խաթրը կառնեմ, այս անգամ քո պատասխանը կհամարենք ճիշտ։ Ահա, եւ ոչ մի մարդ չլքեց այս փուլը, բացատրեմ ինչ է լինելու։ Այս փուլից սկսած միայն մեկ հոգի է վաստակելու 5 միավոր։ Մնացած բոլոր մասնակիցները արդեն ունեն 4 միավոր, շնորհավորում եմ ձեզ։ Շատ լավ։ Հիմա գնում ենք վերջին փուլ, որտեղ դուք կփորձեք ձեր կենսաբանական ունակությունները կամ տրամաբանությունը, բայց մինչև այդ մեր գործընկեր Հյուդ Բրենդը ձեզ մոտ զովացնի, համովացնի, էներգիա տա, որից հետո համաձայն եք, նոր գնանք, եկեք ամեն մեկը մի հատ վերցրեք։ Դիմացեք երեխեք, որ Հյուդ Բրենդը ներկայացված է 8 տարբեր համերով։ Նենց որ անուշար եք, ես էլ եմ ուզում խմեմ։ Ընդհանրապես Հյուդ Բրենդը երիտասարդական վառ ու համեղ նորույթ է։ Գնանք, պատրաստեք, ով կախտի ձեզ։ Դու։ Հասկացա, դե գնացինք։ Հիմա պետք է հասկանանք 5 մասնակիցներից, Արմանից, Անից, Արտակից, Արփից եւ Անրիից, ով է ճանաչվելու այս փուլի հաղթող։ Ուշադրություն հարցը։ Որ կենդանիներն են ապրում միայն Ավստրալիայում։ Կենգուրու։ Ստոպ։ Արամը կընչեցնի ճիշտ պատասխանները։ Ճիշտ պատասխաններն են։ Բայց մի րոպե ստեղ ցիտեմ ինչ ասում Անրին, ասում ականներեք իսկ Ավստրալիան որն է։ Այո լավ է, գնանք, բալես, ես երկուրը կգնանք Ավստրալիա։ Եվ այսպես Ավստրալիայում ապրում են, համարվում են էնդեմիկ կենդանի կենգուրուն, դա միանշանակ արտակը առաջինն էր կանգնել, բադակտուցը, իմիջայլոց եւ կոալան։ Սիրելիներս, ուշադրություն, Անրին, Արփին, Անին եւ Արմանը վաստակում են 4 միավոր եւ խաղի արտող է ճանաչվում Արտակը վաստակում է վաղձալի 5 միավորը, շնորհավորում եմ եկես, մի հատ արտակին կուզեմ բոլորս բարձր ծափարենք, սիրելիներս։ Շատ հավես ու ինտրիգային էր, անկեղծ ասած ես կենսաբանություն լավ չգիտեմ, բայց չի սպասում, որ այսքան առաջ կգնամ։ Ում? Մանե շնորհիվ էր։ Մանե, արի, այս քո շնորհիվ էր լիքը որ հաղթեց ասում է։ Հիշում ես, որ դու զիջեցիր իրան, ինքը քեզ զիջեց, դու չուզեցի իրան զիջես։ Դեն ես ինքը հաղթեց։ Բայց մեկ քրկի շնորհավոր է իրան։ Տեներս, այս դժվար խաղից հետո մեզ լավ հանգիստ է պետք, որից հետո արդեն կանտպենք երեկոյան։ Երեխեք տրամադրությունները չեք գցել, չէ՞։ Դե չեն գցում։ Դե ոչինչ, լավ։ Մի միավոր վերնացի, մի հատ մեզ ինչ անելու։ Մեր երեխեքին մի հատ միավոր չի պայի։ Ուրեմն մեր առաջին օրվա 4-րդ խաղին պետք է անցնենք, 4-րդ փորձությանը, ու նայեք մենք ինչ աննախադեպ դեպք ունենք մեր ճամբարում, միանգամից երկու զույգեր, զույգ եղբայրներ եւ զույգ քույրեր, ասում եմ հերիք չի մեկը կա, մի հատ մյուսը կա, շատ հավես է, ես մի բան էլ ասեմ, էլի անկեղծ միշտ երազել եմ զույգ ունենամ, բայց տղա եմ ունենամ, էլի զույգ տղա եմ։ Չնայած ասեմ մի հատ հետաքրքիր բան, մանե, հլարի։ Ուրեմն Մանեի ծնողները, այսինքն իմ եղբայրն ու իմ հարսիկը մի ամսից ունենում են զույգ աղջիկներ։ Այ ձեր նման երկու կուկլեք են ունենալու։
Սերներս, այս պայն մենք այս համով վիճակի մեջ ենք, մեր գործընկեր Պեչոկ ընկերությունը, ով մեզ այս համեղ թխվածքներով այս պայն ապահովել է, ես ուզում եմ, որ մենք նախ ուտենք, մտածեք երեխեք մամքեր։ Պեչոկը նոր արտադրանք է հայկական շուկայում եւ ներկայացնում է տեղական հումքից պատրաստված թխվածքա բլիթներ։ Բարյախոժակ ու տեղափոխվենք խաղալու, լավ էներգիա ողեք սիրելիներս, եկեք։ Իրականում մեր պատայների համար ճամբարը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չլինեին մեր գործընկերները, այս պայն ուզում եմ ներկայացնել Թուգիս հավելվածը, որը ոչ միայն ճշգրիտ քարտեզ է եւ քաղաքային տեղեկատու, այլև վստահելի օգնական ծնողների համար, որովհետեւ շատ հաճախ այո, մենք մեր երեխաներին ուղարկում ենք այս կետից այն կետ, որի համար պետք է ճշգրիտ քարտեզով հավելված։ Հավելվածի մանկական պրոֆիլ ֆունկցիայի միջոցով ծնողները ցանկացած պահի կարող են տեղեկանալ, թե որտեղ է գտնվում իրենց երեխան։ Ինչպես նաև տեսնել նրա հեռախոսի մարտկոցի լիցքավորման մակարդակը, գժական ֆունկցիաներ ունի։ Այսպիսով դուք տեղեկացված եք ձեր երեխաների գտնվելու վայրի մասին առանց հավելյալ զանգերի հսկողության։ Թուգիսը մեզ հետ է ամբողջ 4 օրերի ընթացքում։ Ապրեք, մերսի։ Մոտեցանք առաջին օրվա վերջին, իսկ թվում մի քիչ հոգնած ենք, չէ՞, ամեն դեպքում, բայց շատ հավեսոր ենք անցկացրել։ Վերջին փուլը, 4-րդ փուլը այսօրվա մինի խաղեր են լինելու, որտեղ մեր ամբողջ ճամբարը բաժանվել է 4 մասի։ Իրանք խառը ձևով մրցելու միմյանց դեմ։ Վերջում առաջինից 4 հորիզոնական թիմերը համապատասխանաբար վաստակելու են 1, 2, 3 եւ 4 միավորներ։ Առաջին տեղը իհարկե վաստակելու է 4 միավոր։ Դուք մրցում եք բաղձալի 4 միավորի համար։ Պատրաստ եղեք, խաղերը շատ հավես են։ Գևոքյան Արամ ստուդիո։ Մինչ Արամը պատրաստում է խաղերը շատ պարզ են։ Կարևորը որ ով առաջինը կավարտի, ինչպես ես հասկանում եմ։ 1, 2, 3 գնացինք։ Առաջագալ, Արամ առաջագալ։ Հետ գնա գտի։ Այո, ամբողջ իմաստը նա է, որ նրանք պետք է գլխով շարժեն, ապսեն, Եվա հետ գնա, Եվա ջան։ Եվա դավայ։ Այո։ 1, 2, գնաց։ Գորջան, պետք է գլուխ հետ շարժես, ատամները չայտես։ Անի դավայ։ Ահա, մի փչեք։ Այո, Անին։ Արդեն անցնում ենք 4-րդ փուլի 2-րդ խաղին։ Թիմերը փոխվեցին, հիմա մրցում են իրար դեմ։ Առաջի եւ երկրորդ թիմերը։ Առաջին եւ երկրորդ թիմերը Վարդանն ընդդեմ Անրի, Յանան ընդդեմ Գայուշի։ Պատրաստ։ Խաղը շատ պարզ է։ Անի եւ Վարդանը պետքա բռնեն շարիկներ, իսկ Գայուշը եւ Յանան պետքա լինեն դիպուկ։ 1, 2, գնաց։ Ահա։ Եվ աղթանակ։ Հիշեցնեմ, որ առաջին եւ 4 թիմերը մեկական հաղթանակ ունեն, հիմա 4-րդ թիմը անցավ առաջ այս փուլում։ 1, 2, գնաց։ Գնացինք։ Մի փոքր դանդաղեց։ Շատ դժվար, ես տեսնում եի Ինեսայի ձեռքերը ոնց են դողում, այդպես, բայց Զորոն շատ ճիշտ էր ասում էր պանիկա մի արեք, ճիշտ էր ասում, բայց գնացեք մյուս թիմին է ոգևորեք, ապրես, Զորոն կյանքս կերել է։ Արամը ջղայնացել է Մանեի վրա, Մանեն նեղացել է Արամից, Մանե նեղացել ես հա Արամից։ Չես խոսում իրա հետ։ Всё, իրա կազմակերպած խաղերը չես խաղալու։ Դու ասել ես, էլ իմ կազմակերպած խաղերը չես խաղալու։ Եթե սենց կանես։ Կոտակում ես։
Կատակում ես չէ։ Դուրս չես ասում։ Ես քո վարժակը։ Նա լուրջ ես ասում, թե կատակում ես։ Կոտոկում եմ։ Ոսը կոտկոն։ Հիմա մեծական խաղեր, սա դու ես խաղում։ Սա մենակով դու ես խաղում, սա նայել եմ ոնց ես դու խաղում, հա։ Դու նստես տեղ։ Ուզում ախաղը։ Ուզում ախաղը։ Ուրեմն սրանից առաջ ես ասում եի անընդհատ 4-4 թիմ Անդրեաս թիմին, բայց պաստորնանք երկրորդն էին, դուք 4-ն եք, դուք եք Անդրեաս թիմ, հասկացա։ Դավիթը ընդդեմ Արփի, Արամ։ Պատրաստ։ 1, 2, 3 գնացինք։ Վերջ, Դավիթը հաղթեց Արփին, Արփին սկզբում արջևում էր, բայց հետո Դավիթը անցավ առաջ, շնորհավորում ենք երկրորդ թիմին, այս բան երկրորդն ունեն միանգամից 3 հաղթանակ և գալիս են հաջորդ թիմերը։ 1, 2, 3 գնաց։ Մանե փորձի փակել, դավայ։ Եվ դրեց։ 3-ից 3 սիրներս։ Հետաքրքիր է, երկրորդները կունենան 4 հաղթանակ, 4-ից թե ոչ։ Արմեն, արի, աղբերդ քեզ կրեց, հա, քո թիմին կրեց նոր։ Գունավոր խաղ եմ ես սպասվում։ Այո, ով առաջինը ոտքերով գունավոր թուղթը հավաքեց իր մոտ, նա հաղթում է, շատ պարզ։ Գնալ! Այո։ Զորոն։ Մարիամի մոտ բուքսավատ էր անում։ Երկրորդ թիմն ընդդեմ 4-ի, Մարիան ընդդեմ Արտակի, պատրաստ, գնաց! Ստոպ! Հաղթանակ Մարիայի! Մարիան ինչ արագար է։ 4 թիմերում կան 4 ամենափոքրիկ մասնակիցները։ 8 տարեկան, 9 տարեկան, 10 տարեկան։ Հիմա նրանք մրցել են միմյանց դեմ։ 1, 2, գնաց։ Եվ չեն վերջացրել։ Վերջ։ Վիկտորիան ընդդեմ Մարիամի, եկեք։ Յան, նայ, դու, նատ ուզում եմ ասեմ, էլի, դու ամեն ինչ հրաշալի արեցին է, դու հաղթեցիր, ուղղակի մտածեցիր շուտ մտածեցիր, որ հաղթել եք, բայց չես հանձնվում, դու լավ ես, չէ աշխատել, մյուս անգամ ավելի լավ կանես, այդքան բան ապրես։ Պատրաստ, ամեն ինչ հավասար է, 1, 2, 3 Կաշի, ստոպ Մարամը հաղթեց Վիկային Ամեն տարբերակով այսօրվա հաղթողները արդեն երկրորդ թիմը այսօրվա հաղթողներն են, ես շնորհավորում եմ այլևս ոչ մեկ չեն կարող հասնել նրանց, բայց հիմա մնացած բոլորը պետք է մրցեն երկրորդ հորիզոնականի համար Վերջին խաղ Վերջին խաղն է խաղում են միայն աղջիկներ, առաջինը մրցում են մարդիկ, ովքեր որ Arm-Games-ի ժամանակ դուրս եկան միմյանց դեմ։ Մասնակիցները պետք է կառուցեն աշտարակ, պատրաստ 1, 2, գնաց։ Ահա, շասա նյարդերի և լարվածության խաղ է։ Կարա ամբողջ կառույցը այստեղ արդեն քանդի Լիլի ձեռքերը դողում են։ Տեսնենք, վերջի երկու հատնադնում ման է փորձիր արագացնել։ Եվ ուշադրություն։ Անին ճիշտ է հուշում Լիլին, ամեն ինչ սկսում է սկզբից։ Այո, լարված պայքարա ձեռքերը դողում են, բայց աղջիկները որոշում են նորից սկսել, կառուցել։ Կարա ձեռքով պահի։
վերջինն է դնում, եթե մնաց, սա ճակատագրական պահ կարա լինի։ Վերջ։ Մանեն նորից աղթեց Լիլին, այս անգամ նյարդերի պայքար էր, դժվար պայքար էր։ Մրցում են երկու ընկերուներ, Ալիսան և Գայուշը։ Գայանե պատրաստ ես։ Ալիսա պատրաստ ես։ Գիտեք ինչ պիտի անեք։ Նյարդերը լարում ենք, ուշադրություն, 1, 2, գնաց։ Վերջին հնարավորություն ունեք դուք։ Հիմա եթե դու մի քիչ շունչ քաշես, Եթե սա չստացի, ես առաջարկ ունեմ, Արամ։ Մտքովս անցել է այդպես բան։ Արամ, մենք տեսանք ինչպիսի նյարդեր ունեն աղջիկները։ Ասում եմ, բա մի հատ չտեսնեք տղաների նյարդերը։ Ամեն թիմից մի հատ տղա փոխարինում եմ։ 1, Անին ընդդեմ Զորը 2, գնացինք։ Նույն ինքը Զորոն։ Այո։ Նույն ինքը Սառնասիրտ Զորոն չկարողացավ այս խաղում դրսևորել իրեն ըստ պատշաճի։ Վերջին խաղը որոշիչ էր միայն 4-րդ թիմի համար, որովհետև երկրորդ թիմը այսպես թե այնպես առաջին տեղ էր, բայց երկու դեպքում էլ չկարողացան այդ միավորը վաստակեն եւ ստացվում է այնպես, որ առաջին, երրորդ եւ չորրորդ թիմերը վաստակում են հավասար միավոր, երկուական միավոր շնորհավորում եմ ձեզ, դուք բոլորդ ունեք երկուական միավոր եւ այսօրվա ֆենոմենալ հաղթողները, որոնք բոլոր խաղերը հաղթեցին, երկրորդ թիմը վաստակում է 4 միավոր։ Վաստակում է 4 միավոր, այս պահին սիրելիներս ավարտվում է Արգեմ Reality ճամբարի առաջին աշխատանքային օրը, առաջին խաղային օրը, մենք հիմա գնում են երեխաները պարեն ուրախանան, մենք գնում ենք հանգստանանք, կհանդիպենք արդեն վաղը։